2020 թվականից գալ Հայաստան, իմ հիջամաթերապիա գործունեությունը ծավալել Հայաստանում, իմ հայ ազգին, իմ հայ ազգաբնակչությանը։ Այդ իսկ պատճառով հայրենասիրություն բառը միայն բառով չարտահայտելով, ես որոշեցի, որ պետք է լինի անվճար խորհրդատվություն, ամենօրյա անվճար խորհրդատվություն։ Խորհրդատվությունը իրենից ինչ էր ներկայացնում, ինչու ես այդպես որոշեցի, քանի որ հիջամաթերապիան Հայաստանում որպես այդպիսին լայն կիրառում չի ունեցել, կարծում եմ նաև կիրառում չի ունեցել, որոշեցի ազգաբնակչությանը ծանոթացնելու ինչ է հիջաման, խորհրդատվությունն անվճար հասկացողության մեջ ընդգրկելով անպայման մի փոքրիկ պրոցեդուրա, որպեսզի թե բուժարուն հասկանա հիջամաթերապիան ինչ է, եւ ես կարողանամ հասկանամ տվյալ անձին, տվյալ բուժարուին կարող եմ օգտակար լինել, թե ոչ։ Այդ իսկ պատճառով անվճար խորհրդատվության ժամանակ անպայման կատարվում է հիջամաթերապիա 2, 3, 4 բանկաներով, դրանից հետո մարդը հասկանում է ինքը կարող է այդ թերապիան ընդունել, թե չընդունել։